Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս սերփորորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երբ որ դուք հիվանդը լաք, ձեր ընտանիքի անդամները ինչ վիճակի մեջ կլան։ Դխուր, դրդում վիճակի մեջ, որովհետեւ ձեր ցավը իրենց ցավը գտարնա։ Մինչդեռ ով գուրախանա, ձեր թշնամին։ Ճիշտագարակն ալ, երբ առողջանաք, ձեր ընտանիքի անդամները գուրախանան։ Եվ ով գծավի, ով գդրտմի, ձեր թշնամին դխուր վիճակի մեջ կլա։ Սիրելներ, հոգևոր կյանքի մեջ ալ, ասիկա ճշմարիտ է։ Եկեղեցու Սուրբ հայրերեն մեկը գբատմ է, թե ինչպես օրմը մեղավոր մարդը մեղքերով խիստ լեցուն, երբ եկեղեցի մի դմտներ, կտեսնե իր բաբան հրեշտակը, որ հերուն կանգնած դխուր դրդում վիճակի մեջ էր։ Քանած վիճակի մեջ էր, թե ինչպես իր բահբանության հանձնված այս մարդը այդպիսի ահավոր մեղքերով լեցուն էր։ Եվ մեղավորը տեսնելով հրեշտակի այդ դրդմությունը գանտրատարնա։ Եկեղեցի կմտնե գզղճա, կխոստովանի իր մեղքերը եւ հանգարց երբ եկեղեցին դուրս պիտի գտեսնե հրեշտակի իրեն մոդ ուրախությամբ լեցված, իսկ մյուս կողմը թևը չարվոքին իր մեհերու ամոթահար կանգնած։ Սիրելիներ, հրեշտակի բայցարությունը գախյալ է նաև մեր թարցեն։ Աստված հրեշտակները ստեղծած է որպես իրեն զարայող հոգիներ եւ նաև սիրելներ ուղարկած է մեզ առաջնորդելու փրկության ճամփու մեջ, ինչպես Եբրայեցիներու նամակի մեջ կգարտանք առաջին գլխու 14 համարի մեջ, որ հրեշտակները Աստծո զարայող հոգիներ են եւ իր կողմէ գղրգվին օգնելու համար անոնց, որոնք փրկությունը պիտի ժառանգեն։ Հավատացեք եղբայրներ եւ քույրեր, որ մեր թարցը, մեր ապաշխարությունը ոչ միայն հավատացյալներուն ուրախության բաժար կդառնա, այլ մեր թարցը, մեր ապաշխարությունը երկնքի մեջ հրեշտակներ կուրախացնե։ Այս մասին Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասու ավետարանի 15-րդ գլխու երկու արագներու ավարտին խոսեցավ. գործված ոչխարի արագին եւ գործված տրամի արագին վերջավորության։ Կարդացեք Ղուկաս 15, 7 եւ 10 համարները։ Տեր Հիսուսը ասավ. ճշմարիտ կսեմ ցեզի, որ երկնքի մեջ հրեշտակները նույնպիսի ուրախություն պիտի ապրին, ինչպես որ հովիվը երբ իր գործված ոչխարը կդավ, ինչպես որ գինը որ իր գործված տրամը կդավ, այդպիսի ուրախություն պիտի ապրին, երբ դեսնեն մեղավոր մարդումը ապաշխարանքը։ Այո սիրելներ, եթե գուզենք որ մեր բահաբան հրեշտակը եւ հրեշտակներու թասերը ուրախանան, ուրախացնենք, ապա պետք է ապաշխարենք, ապա պետք է զղջանք մեր մեղքերը, ապա պետք է խոնարհեցնենք մեր անձը Տիրոջ դիմաց եւ ասենք մեղա Աստուծո, ներե մեզի դեր մեր մեղքերը։ Այլապես սիրելներ, թե շարունակենք մեղքերու մեջ մնալ, պիտի ուրախացնենք չար ոգիները, պիտի ուրախացնենք չար սատանան։ Եկեք մենք դրդմեցնենք չար ոգիները մեր ապաշխարությամբ եւ ուրախացնենք հրեշտակները մեր թարցով, մեր զղջումով, մեր խոստովանությամբ։ Ահա այս ժամանակ է սիրելներ, որ երկնքի մեջ ցնծություն պիտի ալա։ Այս ժամանակ է որ մենք քարաստորյա բայցողության այս ընթացքին խոստովանելով, զղջալով, ապաշխարելով երկնքի մեջ ուրախություն պիտի բերենք։ Ուստի եկեք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ոչ թե հրեշտակը մեզ հերու կանգնած տեսնենք, զզված մեր մեղքերուն պատճառով, այլ տեսնենք հրեշտակը մեր գողքին կանգնած։ Եվ ճիշտագարակը ոչ թե մեղքեր կործելով թևերը, չար ոգիները մեզի մոտեցնենք, այլ
զղջումով ապաշխարությամբ ամոթահարն ենք զանոնք, որբեսի մեզ մի հերու գանքնին եւ մենք կարողանանք մեր քրիստոնեական վարքը սրբությամբ ապրել եւ Աստուծո սուրբ անունը փառաբանել։ Թող այսօրվան արագը տասը լամեզ մե յուրաքանչյուրին, որ մենք ալ սիրելներ այս մեծ բահոց օրերը օգտագործենք մեր անձը խոնարեցնելով, զղջալով, ապաշխարության արդյունք տապելով, որբեսի դեռնալ մեր մեղքերը ները ու մեր անունները հավիտենական կյանքի գենաց գիրքի մեջ արցնակրե։ Աստված ձեզ արադաբես թողորթե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։